խոսեմ նախ ով հանրաժողովի նախագահներ, ովքեր անցել են, ովքեր պետք է անցնեն, ես շնորհավորում եմ բոլորիդ, շնորհավորում նաև ձեզ բոլորիդ, ազգային ժողովի նախագահին, փոխխոսնակներին ընտրվելու կապակցությամբ, եւ այսօր ես կխոսեմ փաստացի։ Ռոբերտ Քոչարյանի հարցով տարբեր տարաբնույթ խոսակցություններով պարոն Խաչատրյան, թե ինչ է կատարվել, դուք գիտեք, ես 38 տարի քաղաքականության մեջ եմ, Արցախյան ազատամարտից սկսած 27, չգիտեմ, տարբեր բաներ մինչև այսօր։ Ուրեմն 1993 թվական Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին Մոսկվայից հրավիրեց Հայաստան։ Այնուհետև 96 թվականին երկու խոշոր գերատեսչություններ միացրեց իրար, ազգային անվտանգությունը եւ ներքին գործերը նախարար նշանակեց Սերժ Սարգսյանին։ 97 թվականին ես ուզում եմ բոլորս իմանանք, մարդիկան քաջատեղյակ չեն, թե Ռոբերտ Քոչարյանին ով է բերել Հայաստանի Հանրապետություն։ Բառացի ասում եմ սպարապետի խոսքերով, որ ինձ ասել, խոսացել ենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղարկում է, ասել է գնա Ռոբերտ Քոչարյանին բեր։ Ասում է գնացի առաջ անգամ չեկավ, երկրորդ անգամ ասավ նորից պետք է բերես։ Բերեց եւ 97 թվականին գիտեք նշանակեց վարչապետ։ Եվ այդ ժամանակահատվածում երկուսը միացան իրար Լևոն Տեր-Պետրոսյանին դուրս բերին խաղից։ Ես ուզում եմ խոսել նաև հոկտեմբերի 20, եթե ժամանակ մեջ տեղավորենք 27-ից եւ կանրադառնամ երկու բառով մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Հոկտեմբերի 27-ին առաջին դալի ծեզեր էր դասավորված, ուղղանկյունաձև, այնտեղ բեմներ։ Ուրեմն հոկտեմբերի 27-ին ժողովուրդ ջան գնդակարվերա այս դալիճում վերջին անգամ ասել եմ մինչև հիմա արյան հոտա գալիս Մամիկոն ջան գնդակարվել է ազգային ժողովի նախագահան, կառավարության նախագահան, վարչապետը եւ երկու փոխոսնակները եւ 6 հոգի, 5 հոգի պատգամավորներ եւ պետական հայրեր։ Ինչ է կատարվել, ես ուզում եմ դուք խորապես իմանաք, թե ինչ է կատարվել մեր երկրում։ Գնդակարվել է կառավարության նախագահան, ազգային ժողովի նախագահան, երկու փոխոսնակներին։ Միրոյանին առաջ աստիճաներ իսկ կողմից էր։ Աստիճաների վրա են խփել ու բոլորին կոնտրոլի գլխից խփել են։ Կարեն Դեմիրճյանի կներեն ինձ իր հարազատները, իսկ գլխի տեղը, որ ես մտել եմ բեմի վրա, մի թասի չափ sense ուղեղ ու արուն էր թափած։ Կամ Վազգեն Սարգսյանի գլխին պրիգլադով խփել է։ Էդի ով կարա մոռանա։ Ինչի համար եմ այս ամենը ասում։ Ուրեմն ինչ է կատարվել ազգային ժողովի այդ ժամանակ։ Չկար նախագահան, չկար փոխխոսնակները, ազգային ժողովը չկար վարչապետ։ Մեր սահմանադրությամբ ոչ մի բան չէր գործում։ Ոչ ազգային ժողովն էր գործում, ոչ կառավարությունը։ Մնացել էր միակ ցարիբոկ Ռոբերտ Քոչարյան։ Մենակ ինքը կարար, իր դեպքում կարար գործել։ Եթե մեկ փոխխոսնակ էլ կենթանի մնար, մեր սահմանադրությամբ ազգային ժողովը նիստ կհրավիրվեր, կընտրվեր բանին, կձևավորի նոր կառավարություն եւ պետությունը կգներ իր հուների մեջ։ Այսինքն սպանությունները եղել են քաղաքական։ Եվ ասեմ ավելին, 12-ից 11-ից 15 րոպե Նայիրի Հունանյանը այդ ժամանակահատվածում Խոսրով Հարությունյանին ասում է գնա ասա որ թե զոր չմտնեն ամեն ինչ տեղից ձև է եղել։ Խոսրով Հարությունյան դուրս է գալիս լուսահոգի այդ ժամանակ արդեն Կարեն Դեմիրճյանի սենյակ սուպերով զանգում է, ում է զանգում։ Բնականաբար Ռոբերտ Քոչարյանն եւ ասում է ստեղից էս դեպք այլ է։ Որ հետագայում Ռոբերտ Քոչարյանը ասավ 3 ժամ հետո ես իմանում ինչ էր կատարում ազգային ժողովի դահլիճում, դրա համար չեմ գնացել։ Եվ պլյուս դրան ժողովուրդ ջան, այսօր եկել ենք մի տեսակ արդարացնում ենք Ապոլինի բռնում են սրան նրան, այն ժամանակ էլ օրինական գնդակարումին Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում
ամբողջ աշխարհի դեմ, որ հազվագյուտ նման դեպքեր են աշխարհում, ոչ թե Հայաստանում։ Եվ այսօր ինչ լավ չհասցար մատել կրկնեմ։ Դե ուշադիր լսի։ Չկար ազգային ժողովի նախագահ, չկար երկու փոխոսնակներ, մեր սահմանադրությամբ ոչ մի բան չէր կարել գործել։ Մնացել էր մենակ Ռոբերտ Քոչարյան, Ցանիբոկ, որ իր դեպքում մենակ կարան։ Հետո գնաց, լուրջ վերնեմ ջան, բաբոչ։ Հարգելի գործիչ, Տիկին Վարդանյան, կլինի չխոսեք, մի արձագանքեք, թողեք թող խոսա։ Տիկին Գրիգորյան, ձեզ էլ հետաքրքրու։ Հետագայում մամեցեք, ես մանրամասն։ Լռեք Տիկին Գրիգորյան։ Մանրամասն կբացատրեմ, ինչա կատարվի։ Եվ այսօր եկել ենք արդարությունից ենք խոսում, արդարացնում ենք նախորդ իշխանություններին, որ նման բանի սաղ է, ուզում եմ երկու բառով էլ անդրադառնամ, ես շատ բան ունեմ խոսալու, ընթացքում խոսամ ժամանակի մեջ, ուզում եմ դառնամ մարտի 1-ի դեպքերի հետ կապված, որ ես ներկա եմ եղել 700 հոգի Ղարաբաղից, ինչի համար իմ բերել Հայաստանի Հանրապետություն պելուս դիպուկահարներ, այն տարածքից, որ մենք բոլորս կյանք ենք տվել դրա համար։ Եվ ինչ կատարվավ, առավոտ շուտ, մենք Սպենդարյանի արձանի կողքն ենք եղել, ինչ համար եմ փաստացածում, որ արդեն հոգներ եմ 20 օրա, ամեն մեկ ինչ գիտի ասում է, ինչ լսել է ասում է, հիմնավորում է։ Մենք Սպենդարյանի արձանի մոտ ենք եղել, մտան ոստիկանության աշխատողներ շատ նորմալ ձևով տղեր ջան խնդրում ենք դուրս եկեք։ Իսկ Թումայանի արձանի մոտից մտավ մի հատ հերեսակախումբ սև ֆորմաներով, մասկեքով, ես հրամանատար եմ եղել, ես պինդ մարդ եմ, բայց ես մինչև այսօր չեմ կարող դա մոռանամ։ Իմ դեմ իմ ժողովրդին ջարդում են, այդ ղժոցը, այդ քաոսը իմ վրա ազդել է։ Ու ջարդելով ժողովրդին դուրս են անում, քնած ժողովրդին, ամեն ինչ են կողմցել Լևոն Տոր-Պետրոսյան գոռում էր, խնդրում եմ չգնաք ընդհարման, խնդրում եմ չգնաք ընդհարման։ Եվ ինչ եղավ հետագայում, ես չեմ եկենձի մեծաբանեմ, ինչ հոդվածներով եմ մեզ դատվել։ Ու իմ նման շատերը դրա համար եմ ասում։ 15 տարի պետական հեղաշրջում, 12 տարի զանգվածային անկարգություններ, 7 տարի զենք զինամթերք։ Զենք զինամթերքներ, այն մոտից զենք զինամթերք չեն անել, ժողովուրդ ջան։ Պրոստը լճի մեջ որ քցին հանին մտամ։ Իմ մոտից ընդհանրապես զենք չեն անել, էդ էլ բեռնարին խմբակային։ Այսինքն 34 տարի այդ 3 հոդվածով ես դատապարտվել եմ, 8 տարի ազատազրկում եմ տվել, 3 տարի 3 ամիս 15 օր մնացել եմ կար, ամենաերկար քաղաքաբանտարկներից ես եմ մնացել, որտեղ ընդ ուրիշ խնդիր կար իմ հետ կապված, ուզում լինեց անին, որ ես ջարդվի, ես ասի ձազա պամագի, վերջացնեմ, հետագայում ես էլ երբ տամ, բայց այդ ժամանակահատվածում 3 տարի, ասի ինչքան եմ տվել, տարի կես մնացել եմ ազգային անվտանգության նկողում, ավելի գրական ասած KGB-ի պատվալում։ Եվ դրանից հետո բերել են ՑԲ հիվանդանոց։ Հիմի ժողովուրդ ջան, մենք եկել ենք ստե ներքիչ առաջ ասին, մեր երկիրը խնդիրներ ունի։ Կարանք համախմբենք, ամեն մեկս կարամ թե մի րոպե ավելացնենք, կներեք ժողովուրդ։ Արմեն Միքայելյան, 40 վայրկյան կավելացնենք։